Իդեան համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում, նա նշել է, որ TRIPS ծրագիրը բյուրեղացման փուլում է, առաջիկայում Միացյալ Նահանգների հետ համաձայնագիր կստորագրվի։ Հունվարի 13-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կառավարությունները ընդունեցին TRIPS-ի իրականացման շրջանակը եւ առաջիկայում Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կստորագրեն համապատասխան համաձայնագիր եւ նախագծի գործնական մեկնարկը կտրվի։ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծից բխող այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արևելքից արևմուտք եւ հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն։ Իր ելույթում վարչապետ Փաշինյանը նոր առաջարկ արեց Ադրբեջանին դեպի Նախիջևան այլընտրանքային ճանապարհ։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր երազխի երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը։ Մեր այս առաջարկը նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները, ասաց վարչապետը։ Եվ ես սա ասում եմ պաշտոնապես։ Մենք այս առաջարկը անում ենք, որովհետև ինքներս ենք, ինչպես վերը նշեցի, մի փոքր այլընտրանքային տարբերակներով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, որովհետև մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի եւ հյուսիսի միջև։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի եւ Ադրբեջանի սպասումները այս առումով չեն հակասում իրար։ Ասեմ նաեւ, որ մենք պատրաստվում ենք Վրաստան-Ադրբեջան երկաթուղին օգտագործել նաեւ արտահանումներ իրականացնելու համար։ Հույս ունեմ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաև Ադրբեջանը։ Իսկ Հայաստանը Ադրբեջանից արդեն ներկրում է նավթամթերք, ինչը մեր շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ եւ կոտրեց նավթամթերքի շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհները։ Եվրոպական հարթակից վարչապետը քննադատեց եկեղեցականներին, անուն չտվեց, բայց հիշեցրեց ահաբեկչության փորձի համար առայժմ կալանավորված Բագրատ Սրբազանի առաջնորդած բազմահազարանոց շարժումը, որ սկսվել էր Տավուշում սահմանազատման 4 գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու օրերին։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ arczepiskoposներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե կոնֆլիկտը։ Տասնյակ հազար քաղաքացիներ տրվելով բարձրաստիճան հոգևորականների եւ նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ եւ դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։ Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականին ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր կառավարության ու քաղաքական թիմի համար։ Իսկ ինչպես մենք լուծեցինք խնդիրը։ Մենք խոսեցինք մեր գործատուի ժողովրդի հետ։ Եվ հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական ընդդիմադիր շարժման առաջնորդները իրենց սիմվոլն էին դարձրել, մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու, սահմանազատումից, այսինքն 2024 թվականից հետո տների մոտ 50%-ի աճ է ունեցել կառավարության աջակցությամբ։
Անդրադառնալով Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքին վարչապետը նշել է, որ այդ օրենքի ընդունումից հետո շատերն են Հայաստանում հարցնում, թե երբ Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամ։ Մեր պատասխանը հստակ է, որևէ երկիր առանց Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ Եվրամիության անդամ։ Հետևաբար, մեր խնդիրն է եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ շարունակել բարեփոխումների ճանապարհը եւ նախ օբյեկտիվորեն համապատասխանել Եվրամիության ամրագրման չափանիշներին, երբ սա տեղի ունենա, կա երկու ճանապարհ. կամ Եվրամիությունը մեզ կընդունի որպես լիիրավ անդամ, կամ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետև հասկանում եմ, որ Եվրամիության ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզարճ է ու նաև քաղաքական որոշման խնդիր է։ Հետևաբար, եթե Եվրամիությունը Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է, եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետև կլինենք Եվրամիության ստանդարտներին լիարժեք համապատասխան երկիր։ Պիտի անկեղծ ասեմ, սակայն, որ Եվրամիությունը Հայաստանի ինտեգրելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական միության ու Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն, եւ մենք Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի Եվրամիության անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի եւ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական միություն Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար, շեշտել է վարչապետը։ Վերջում նա հայտարարել է, որ 26 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրությունները եւ այդ ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի, ապա եւ խաղաղությամբ ժողովրդավարությունը կդառնա անշրջելի։ Մենք գնում ենք այս ճանապարհով եւ ես ասում եմ, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ, շեշտել է վարչապետը։ Իդեպ, երեկ Ալիևը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը կպահպանվի։ Այս մասին նա ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ ասուլիսի ժամանակ։ Վերջին 7 ամիսների ընթացքում ենք խաղաղության մեջ ենք ապրում, վստահ եմ, որ խաղաղությունը կպահպանվի։ Մենք արդեն սկսել ենք առևտուրը եւ կարևոր նավթամթերքի մատակարարումը Հայաստան։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս մեր ամուր քաղաքական կամքը, ասել է Ադրբեջանի նախագահը։ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեծոլան քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Մեծոլան ողջունել է Հայաստանի վարչապետի այցը եւ նշել, որ այս հանդիպումն ու վարչապետ Փաշինյանի ելույթը կարևոր հնարավորություն են անդրադառնալու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառու է հետևողականորեն զարգացնելու Եվրամիության հետ փոխգործակցությունը։ Վարչապետը բարձր է գնահատել նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների առաջ մղման գործում Եվրամիության շարունակական աջակցությունը։ Ընդհանրությունն այն է, որ շատ ուժեղ հանձնառություն կա խորացնելու կապերը Եվրոպական միության հետ։ Մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնառությունը խորհրդարանների միջև մեր պարագայում կա քաղաքական երկխոսություն, բայց ավելին նաև անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը եւ մենք այս կառույցում տարիներ շարունակ ենք ասում։ Հայաստանի հետ մեր հարաբերությունները էապես ավելացել են մեր հայ բարեկամների վերջին ամիսների հանձնառությանը համահունչ, մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները։ Հա թե ինչու ենք ուզում վարչապետին հրավիրել այսօր այստեղ։ Սա ընդամենը առաջին քայլն է այս մեր մանդատի շրջանակում։ Մյուս շաբաթ Եվրոպա-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովին իսկ տեղի կունենա, նաև Եվրամիություն-Հայաստան պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին, Եվրոպական քաղաքական համայնքի ժողովից զատ։ Իդեպ երեկ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում Հայաստանի վարչապետ Փաշինյանի Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեծոլայի ներկայությամբ բացվել է Հայոց Այբուբենի հուշարձանը։ Արմատագիր երկխոսության ուժը խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության Եվրոպական խորհրդարանի շարունակական ու անվերապահ աջակցության համար, ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։ Քանդակը բաղկացած է Հայոց Այբուբենի տառերից։ Այս գեղեցիկ գործով Հայոց Այբուբենի այս պատկերման
նկատմամբ հայերեն իր տեղն է ամրապնդում այս հարուստ ու բազմազան երկխոսության մեջ, որ կոչվում է Եվրոպա, մասնավորապես ասել է Մեծոլան եւ մեջբերել հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին, «Ուրել լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս», նշելով, որ հայոց այբուբենի գյուտը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է, Փաշինյանն ասել է եւ շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության ու եվրոպական ինքնության միջև։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Մենք ուրեմն երկօրյա այցնեինք վարչապետի այսպես ամփոփում, 3 կարևորագույն հայտարարություններ եղան, մասնավորապես որ TRIP-ի հետ կապված առաջիկայում պայմանագիր կստորագրվի, վարչապետը խոսեց նաև Հայաստան-Եվրամիություն խորացող հարաբերությունների մասին, Հայաստանի հնարավոր անդամակցության այդ գործընթացի մասին, նախ ինչպես եք գնահատում Ֆրանսիա կատարած այս երկօրյա այցը եւ հայտարարությունները։ Ոչ մի լուրջ վերաբերմունք, ոչ սպասումներ չկա, անցողային այց է, որը վաղը կմոռանվա, ոչ մի ազդեցություն չի ունենա, որովհետև աշխարհը շարժում է լրիվ ուրիշ ուղղությամբ։ Եվ ձև անել, որ ոչ մի բան չի փոխվել, շարունակում են քաղաքականությունը, ռազմավարությունը, որը եղել է մինչև, ասենք, Իրանի հարձակման վրա, դա մի քիչ միամիտ մոտեցում է, ներեցենք։ Դրա համար դա գնահատական Նիկոլ Փաշինյանի վարչապետի գնահատականների, հորիզոնների նայման եւ այլն իմաստ չեմ տեսնում։ Այդ այցը կարելի ասած չեմ ուզում ասածին եմ տապալված, ուղղակի իմաստ չկա, գնահատական չեմ ուզում։ Կոնկրետ առաջարկ արվեց, չէ, բայց Ադրբեջանին դեպի Նախիջևան այլընտրանքային ճանապարհի հետ կապված վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր այդ գործող ենթակառուցվածքներով Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր երասխեղթովղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը։ Հայաստանի վարչապետը ապրում է խաղաղության մեջ մի տարածաշրջանում, որտեղ տարածաշրջանային պատերազմ է գնում Հայաստանի սահմանների եւ Ադրբեջանի սահմանի վրա։ Ինքը խոսում է խաղաղության մասին եւ Ադրբեջանի տարածքին արդեն խփում են։ Եվ մենք պետք է մտածենք ինչ եք անելու, եթե վաղը խփեն Հայաստանի տարածքին իրանական պատերազմի լայնացման ժամանակ։ Այդ ժամանակ խոսել խաղաղության մասին, ներեցեք ոչ թե անիմաստ է, արդեն դառնում է հանցագործական։ Դու խոսում ես խաղաղության մասին մի երկրի ղեկավարի հետ, որը նույն ձևի շարունակում է արևմտյան Ադրբեջանի նարատիվ առաջ տանել։ Դեկտեմբերից սկսած, կարելի ասել, ինչքան հետևել եմ, Ադրբեջանի մաս մեդիաներում փորձագետները կարծիքը տասել են, որ այդ հարցով շրջում Ադրբեջանը չի փոխել դիրքորոշումը։ Արևմտյան Ադրբեջանը մնում է Ադրբեջանի պետական եւ ազգային նարատիվ։ Եվ դու գնում ես Եվրոպա, ոչ մի խոսք չես ասում Արցախի հայության ապագայի մասին, ոչ մի խոսք չես ասում հայ ազգի ժառանգության, պատմական, ոգևոր հարստության, որը թողել ես Արցախում, մի բան չես խոսում։ Դրա մասին ոնց կարող եմ գնահատական տան վարչապետին։ Վարչապետը չի ուզում հասկանալ, որ Արցախի խնդրը միշտ դրա մասին ձեզ հետ եմ խոսել։ Արցախի խնդրը կա եւ կմնա, որտեղ ինքը աշխարհաքաղաքական է բնույթով։ Ուղղակի Հայաստանի Հանրապետությունը դուրս գալով Արցախի խնդրի լուծումից այդ հարցը փոխանցում է ուրիշ հարթակներ։ Կգնա Եվրոպա, կգնա Միացյալ Նահանգներ, կգնա Եվրոմիություն, բայց Հայաստանը չի մասնակցել այդ հարցի մեջ։ Այդ հարցը խնդրը օգտագործել են ուրիշ ուժային կենտրոններ իրենց խաղերի մեջ։ Իսկ վարչապետը, Հայաստանի վարչապետը, որը պետք է վերցնի իր վրա հայ ազգի մի մասի իրավունքները ներկայացնել, դրա մասին չի խոսում։ Ես զայրացած եմ իհարկե վարչապետի հայտարարությունների հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մի կողմից դու բացում ես այբուբենը Եվրոպայում, որտեղ իրոք այսօր աշխարհում հաղթում է կամաց քաղաքակրթական մոտեցումները, Մյունխենի հայտարարությունները Ռուբիայի կողմից, բոլորը խոսում են քաղաքակրթության մասին, Իրանի պատերազմի մասին խոսում են քաղաքակրթական մոտեցման մասին։ Իսկ քաղաքակրթական մոտեցումը Հայաստանի համար դա Հայաստանի մշակույթն է եւ նաեւ Հայաստանի հայ առաքելական եկեղեցին։ Իսկ դու որպես վարչապետ պատերազմ ես հայտարարել հայ առաքելական եկեղեցուն։ Հայկական առաքելական կրոնականներին ասում ես պատերազմ են վայրում հայապետության դեմ։ Ինչու ես ման հայտարարություններ անում միջազգային հարթակներում։ Ինձ համար ճակետներում կարող եմ հասկանալ, թե ներքաղաքական դաշտում դրա մասին խոսում ես։ Ինչու այդ հարցերը հանում ես միջազգային հարթակ,
որտեղ Եվրոպան փորձում է տեղը վերականգնել որպես քաղաքակրթական կենտրոն։ Աշխարհը գնում է լրիվ ուժեղացած։ Նպատակը ո՞րն է ձեր գնահատմամբ։ Իշխանությունը պահել։ Ուրիշ նպատակ Նիկոլ Փաշինյանի քայլերում այստեղ չեմ տեսնում, որտեղ իրան բոլոր նման հայտարարությունները հակահայկական եւ հակապետական են։ Խփում են հայ ազգի ազգային շահերի իմ կարծիքով։ Չի կարելի նման հարթակներում, արտաքին հարթակներում հայ առաքելական եկեղեցու հարցը բարձրացնել այդպիսով։ Դու վնաս ես հասցնում Հայաստանին։ Իրանի հետ կապված այն նշում եք տարածաշրջանային պատերազմ է, Հայաստանը իրավունք չունի խոսել խաղաղությունից։ Խաղաղություն չկա, ներեցեք, Սիրանոջ։ Մի քանի անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, ասում են մենք ձեռքներս ծալած չենք նստում, իրենց քարոզարշավին զուգահեռ նաև հետևում են, բայց մենք հիմա խաղաղության մեջ ենք ապրում, անընդհատ այս նարատիվն է։ Սիրանոջ, Հայաստանը խաղաղության մեջ չի ասում։ Հայաստանը ընդհանրապես ապրում է ոչ թե խաղաղություն, բայց ոչ պատերազմ։ Ուղղակի լայնածավալ ռազմական գործողություններ չեն վարում։ Մենք չենք ապրում խաղաղության մեջ, դա կեղծ նարատիվ է, Սիրանոջ։ Դու խափում ես հասարակությանը։ Չկա այդպես բան։ Ադրբեջանը պատերազմի մեջ է եւ շարունակում է պատրաստվել պատերազմի մեջ։ Իրան ռազմական բյուջետը մինչեւ այսօր 18% է։ Ինչ խաղաղություն։ Ում հետ է խաղաղություն սովորական, որը խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, բայց անհասկանալի ինձ համար Ադրբեջանի նախագահի Հայաստանի վարչապետի վերաբերմունքը Հայաստանի Արցախի հայության նկատմամբ իր հետ համընկնում են։ Հայաստանը չի խոսում դրա մասին, Ադրբեջանը չի խոսում, եւ դա իհարկե նպաստում է Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիային, որը ցեղասպանություն են գործել Արցախի հայության նկատմամբ, բայց Հայաստանի պետությունը Հայաստանի ղեկավարությունը դրա մասին չի խոսում, որովհետև ինքը պատրաստում է խաղաղության եւ այդ խաղաղության մեջ այսօր միայն Նիկոլ Փաշինյանն է։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը այսօր խաղաղության մեջ չեն։ Ես ուզում եմ մեջբերել Ադրբեջանի նախագահի խոսքը հենց երեկ արված Անտոնիո Կոշտայի հետ հանդիպմանը նա նշում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը կպահպանվի, 7 ամիսի այդ խաղաղությունը արդեն հաստատված է եւ նաեւ նշել էր առևտրի եւ կարեւոր նավթամթերքի մատակարարումը Հայաստան Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում էր, որ շատ շուտով մենք էլ ադրբեջանական շուկայի համար հետաքրքիր կլինենք, ինչ որ ապրանքներ կարտահանենք եւ այլն։ Ադրբեջանի համար այն վիճակը, որը այսօր հայտարարել որպես խաղաղություն, ձեռնտու է, ինքը դրա մասին խոսում է։ Բայց Ադրբեջանը չգիտի, որ դա խաղաղություն չկա, որևէ արդեն ասենք դաժե փաստաթղթի մակարդակը ինչ որ փաստաթուղթ ստորագրված է, որ խաղաղության մեջ եք մեծ Սիրանոջ։ Չկա։ Ադրբեջանը չի ստորագրել, երկար ժամանակ չի ստորագրելու։ Մենք ունենք ընդամենը հրադադար։ Երբ չեն վարվում լայնածավալ ռազմական գործողություններ, որևէ խաղաղություն, որևէ պայմանագիր, որևէ մտադրություն Ադրբեջանի Թուրքիայի կողմից ստորագրել նման խաղաղության, անցնել խաղաղության չկա եւ դա տրամաբանական է։ Նորից եմ կրկնում, որտեղ Մերձավոր Արևելքում գնում է պատերազմ։ Եվ այդ պատերազմը երկար ժամանակ գնալու է։ Եվ Հայաստանը դա Մերձավոր Արևելքի մի մասն է։ Եվ չճանաչել, չտեսնել, որ դու պատերազմում ես, դու պատրաստես լուծես ուրիշ խնդիրներ, դու պետք է մտածես Աստված չանի վաղը փախստականները Իրանից գան լցնեն Սյունիք, ոնց է ձևավորելու քո քաղաքականությունը, դու պետք է քո հասարակությունը պատրաստես դրան, որպես հասարակություն, որպես պետություն, ոնց ես դու վարվելու, եթե այնտեղից 100,000 փախստականներ գան, եթե պատերազմը դառնա լայնածավալ եւ երկարացակվի, այդ process-ները արդեն գնալու են։ Միջազգային մաս մեդիաները ներեցեք, ես ներքաղաքականով չեմ զբաղվում, այդքան չեմ հասցնում։ Ես տեսնում եմ արդեն դրա մասին խոսում են, որ փախստականների աճը, եթե այնտեղ Իրանի ղեկավարությունը, իշխանությունը կորցնի վերահսկողությունը, այնտեղ սկսի քաղաքացիական պատերազմ, բոլոր երկրների առաջին մտահոգությունը փախստականների ալիքը, որը պետք է գա։ Ինչ է անում Հայաստանը դրա հարցի շուրջ։ Հա, անվտանգության խորհուրդը հավաքվել է, որպես հետևանք, ինչ հայտարարություններ, ինչ ծրագրեր են ընդունել այդ հարցերի շուրջ։ Ինձ այդ հարցերն են հետաքրում։ Իմ ռազմական ուժերը եւ Ադրբեջանի ռազմական ուժերը համար մեկ են տվել։ Իմ ռազմական ուժերը ինչով են զբաղված։ Իմ անվտանգության ծառայության ռազմական ստորաբաժանումները ինչ են անում այս օրերը։ Ես ուզում եմ ինձ հանգստացնեն
ինձ որպես քաղաքացի եւ փորձագետ պաշտպանության նախարարությունը հայտարարություն անի մենք ինչ ենք անում, ԱՀՑ-ն հայտարարություն անի, ՆԳՆ-ն ասի ինչի է ինքը պատրաստվում իրանական պատերազմի ֆոնի վրա, ինչ չի հետաքրում Նիկոլ Փաշինյանը եւ Եվրամիությունը, որտեղ Եվրամիությունը այսօր այնքան ամորֆ կազմակերպությունը, որի ապագայի մասին այսօր խոսել շատ մեծ դժվարություն է։ Ինչ է Եվրոպական միությունը։ Եվրոպական միությունը Եվրոպան հիմա փորձում է հասկանալ ոնց ինքը պետք է կանխատեսի ապագա Ռուսաստանի ագրեսիան, որտեղ Միացյալ Նահանգները դուրս է եկել Եվրոպայից։ Եվրոպական միության տրիպը չի հետաքրում։ Դա ամերիկյան պրոյեկտ է։ Դա ամերիկյան շահերն է։ Այսօր ամերիկյան շահերը, Միացյալ Նահանգների շահերը եւ Եվրոպական միության շահերը տարբեր են։ Ինչու են վարչապետը գնում Եվրամիություն տրիպի մասին խոսել։ Տրիպի մասին պիտի Վաշինգտոնում խոսես, ոչ թե Բրյուսելում։ Այստեղ լրիվ անիմաստ է, ներեցեք դրա մասին ասեմ։ Քեզ համար դա որպես հաջողություն ես ներկայացնում։ Եվրոպային Միացյալ Նահանգները այսօր չեն հետաքրում։ Եվրոպայի համար Միացյալ Նահանգները հիմա դառնում են սպառնալիք, որտեղ Եվրոպան չգիտի ինչ անի, որտեղ Միացյալ Նահանգները անսպասելի իրենց դրսևորել են այնպես, որպես ոչ մեկը չէր սպասում։ Մի քիչ ուրիշ հարցավից չեմ ուզում դրա մասին խորանալ։ Հա, միայն ճիշտ բանը, որը խոսել է վարչապետը, դա եվրոպական ստանդարտների անցնելն է։ Դա մեծ խնդրեմ է, որը մենք պիտի լուծենք, բայց վարչապետը չգիտեմ ինչու այդ խնդրումը կապում է Վրաստանի հետ։ Այդ խնդրումը դու ներսում ես լուծում։ Թոմաքսային համակարգը պիտի փոխես, որ դառնա եվրոպական, որ կարողանաս անցնել։ Քո տնտեսության ստանդարտները պիտի փոխվես, որ եվրոպական դառնա։ Այստեղ ոչ մի Վրաստանի խնդրեմ չկա։ Այստեղ կա խնդրեմ քո ներքին աշխատանքների եւ քո կամքը եվրասիական մաքսային ալյանսից դուրս գալը, եվրասիական ալյանսների ռազմականից դուրս գալը, որ դու կարողանաս ներքին ստանդարտները, պրոցեդուրաները, պետությունը ոնց է աշխատում, դարձնել եվրոպական։ Վրաստանի օգնում են Վրաստանը մոտ 20 տարի այդ խնդրումը լուծում է։ Ահռելի օգնության Միացյալ Նահանգների կողմից, Եվրոպայի կողմից։ Մեզ ոչ մեկը չի օգնելու։ Ոնց է այդ խնդրումը լուծում։ Պետք չի Վրաստանի մասին խոսել։ Պետք է այդ խնդիրը դնել լուծել եւ այլը եւ այլը։ Դուք անդրադարձակ վարչապետի ելույթին քննադատեցիք այն կտորը, որտեղ ուրեմն դժգոհություն եւ քննադատություն կար եկեղեցականների հասցեին։ Հիմա այսօր վարչապետը անդրադարձել է ուրեմն թեմային եւ ասել, որ Եվրախորհրդարանում որևէ մեկից ինքը չի բողոքել, պարզապես արտահայտել է մեր դիրքորոշումը։ Բողոք չի եղել, այլ դիրքորոշման արտահայտում։ Ներեցեք, ես որպես քաղաքացի, որպես հայ, որպես քաղաքացի, որպես վարչապետ, որպես քաղաքացի, որպես փորձագետ, Հայաստանի վարչապետի որևէ խոսքի արդեն չեմ հաստատում։ Վարչապետը խոսում է, որ ինքը լեգիտիմ է, վարչապետը վաղուց լեգիտիմ չէ։ Վարչապետը լեգալ է, օրենսդրական պրոցեդուրներով ընտրած, բայց վարչապետը վաղուց չի ներկայացնում հայ ազգի, հայկական հասարակության վստահություն ինքը չունի, ինքը կորցել է դա։ Այո, հիմա ընտրություններից հետո կխոսանք Սիրանոց։ Այսօր վարչապետը երկրորդ Արցախի արշավից հետո, Իրան դրսևորում այդ պատերազմից հետո եւ այլ, եկեղեցու դեմ պատերազմը սկսելով վարչապետը կորցրել է հայ հասարակության վստահությունը եւ լեգիտիմության մասին խոսել չի կարելի։ Դադար կա այն ամենայնիվ։ Որտեւ անիմաստ է, ես չգիտեմ ով է ան խորհուրդել իմ եկեղեցու դեմ պատերազմ սկսել։ Պիտի ներեցեք շատ սահմանափակ ունես, որ մտածես ինքան ամբիցիոզն ես, որ դու կարող ես հայ առաքելական դեմ եկեղեցու դեմ պատերազմ սկսես եւ ինչ որ հաջողություններ ունենաս։ Իհարկե չի ստացվելու։ Իմ ազգը խորհուրդ է, իմ ազգը խորքային է եւ մտածել, որ դու կարող ես հայ առաքելական եկեղեցու դեմ ձերք բարձրացնես եւ հետո խոսես վստահության մասին ինչ որ հաջողության հասնես, դա ինքան անիմաստ է, ուղղակի էներգիա է, հասարակության էներգիա կորցումը, այսօր մենք դրա մասին ենք խոսում, չգիտեմ ինչու, այն ժամանակ երբ պատերազմ է գնում, դու պիտի մտածես ոնց ես հավաքվում հասարակությունը, ոնց ես միացնում քո ուժերը, որ Աստված չանի վաղը մտնենք մեծ լայնածավալ ռազմական գործողությունների մեջ, այս ժամանակ ազգը պետությունը պետք է միավորված լինի, վարչապետը շարունակում է պարակտել իմ ազգը, շարունակում է պարակտել, կտրել Հայաստանի Հանրապետության ներքո ապրող հայ ազգի մասը Սփյուռքից, փորձում է հայական հասարակությունից մեջից պարակտել հայ առաքելական եկեղեցու ավարտնորդներին, ուրիշներից, վարչապետը շարունակում է պարակտել իմ ազգը։ Դա անընդունել է քաղաք ժամանակներով կամ խարադաթարի ժամանակ, բայց երբ դու կանգնած ես
հնարավոր լայնածավալ տարածաշրջանային պատերազմի լայնացման դեպքում դա անընդունելի է, Սիրանուշ։ Եվ պետք չէ քո ներքին խնդիրները հանել միջազգային հարթակ եւ այնտեղ ներկայացնել եւ փորձել ծափահարումներ ստանալ։ Այնտեղ ծափահարումները քո ազգին, քո պետության չեն օգնելու։ Վարչապետը թույլատնում են դիրքերը, արդեն թույլատնում են պետականությունը, թույլատնում են իմ եկեղեցուն, բարակտում են հասարակությունը, այստեղ ինչի մասին խոսենք։ Եվ ինչու այսօր մենք դրա մասին ենք խոսում, ոչ թե ուրիշ իրական խնդիրների մասին։ Ոնց։ Բայց երբ հասկացել է ոնց է բարակտել Նիկոլ Փաշինյանի ուղղակի մասնակցության։ Եվ ես չեմ ուզում այդ խնդիրների մասին խոսել։ Այստեղ լուծում չկա։ Լուծումները պարտադրում են այլընտրանք, ուրիշ տեսլական, ուրիշ մոտեցումներ, ուրիշ հույսեր, ոչ թե բարակտել, քանդել իշխանությունը պահելու համար։ Այստեղ լուծում չկա, Սիրանուշ։ Ես որպես փորձագետ, որպես անձնավորություն, գիտնական փորձում եմ տեսնել այլընտրանքները, որտեղ մենք կարող ենք գտնել ճանապարհ, որ դուրս գանք այս ահռելի դժվար վիճակից։ Վարչապետը նման լուծումներ չի տալիս։ Վարչապետը զբաղվում է ընտրություններով։ Ընդունելի է զբաղվի, բայց բացի ընտրություններից այսօր այս վիճակում ընտրությունները քո ժողովուրդ պետք է լինեն 3-4% քո ժամանակի։ Ոչ ավել։ Պարոն Արզումանյան, եւ ուզում եմ հարցնել արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունից, որ արտերկրում քաղաքացիների, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ կան, ընտրություններին միջամտելու խնդիր կա եւ քննչական կոմիտեն քրեական վարույթ է ընդունել նախաձեռնել արտերկրում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ ճնշումների գործով, սա ինչպես է գնահատում եւ ըստ էության արդյոք չեք նկատում այդպիսի լուրջ ուրեմն պրոցեսներ ընտրական գործընթացներին ազդելու է թե Չէ, ընտրությունները, Սիրանուշ, ընտրությունները Հայաստանում միկրոսկոպիկ մակարդակի երևույթ է միջազգային հարաբերությունների մեջ։ Դա հետաքրքրում միայն Հայաստանի իշխանության եւ հայկական հասարակության։ Նորից եմ կրկնում, Հայաստանում գալիք ընտրությունները միկրոսկոպիկ են։ Իրանք որևէ ձևի չեն անցելու տարածաշրջանային միջազգային process-ի վրա։ Մտածել, որ ուժային կենտրոնները աշխատում են հայկական քաղաքացիների հետ, ընտրությունների հետ կապված, դա միկրոսկոպիկ ազդեցություն է, բայց որ միջազգային ուժային կենտրոնները աշխատում են հայկական քաղաքացիների հետ որպես անվտանգության խնդրեմ, որ օգտագործեն Հայաստանի պատերազմի դեմ հատուկ ծառայությունները, որ աշխատում, իհարկե աշխատում են։ Իդեմիեր հակահետախուզական ծառայության առաջին խնդիրներն են։ Դուք հիշում եք, որ բացումներ են եղել եւ ռազմական ուժերում, եւ քաղաքացիական եւ այլ, ոնց են ուրիշ երկրների հետախուզական հատուկ ծառայությունները օգտագործել հայկական քաղաքացիները։ Ինչ է խնդրեմն է հետաքրում, որտեղ նորից եմ կրկնում, դա ինչ որ ձևով ընդունել ոչ թե ընդունելի է, հասկանալի է, երբ տարածաշրջանում խաղաղ հարաբերական անդորր է եղել, բայց այն ժամանակ եւ միջազգային գլոբալ տնտեսությունը պարալիզացված է եւ Իրանը հասցնում է հարվածներ արաբական երկրների եւ արաբական երկրներում կառուցված անվտանգության համակարգը տապալվել է հիմա։ Թեև ամենաանվտանգներ թվում է։ Իրանք նույն սխալն են արել ոչ որ մենք կապել ենք մեր հույսերը Ռուսի հետ, Ռուսաստանի հետ, իրանք կապել են Ամերիկայի հետ, բոլոր ձերը դրել մի տեղ եւ նույն ձերի խայտարակ վիճակում են հիմա։ Այն վստահությունը կամ ստաբիլ վիճակը, որ մենք ունեցել ենք Մերձավոր Արևելքում, այսօր չկա, Սիրանուշ։ Իրանը գոյատևական պատերազմի մեջ է։ Ռեժիմի հարցը հրաղ է դրել իրանական ժողովուրդ, իրանք հասկացան իրանց քաղաքակրթությանն է խփում, երբ լսում ես իրանց բոլոր փորձագետները, ինչ բոլորը չի ում լսում ես, իրանք խոսում են, որ Միացյալ Նահանգները հարվածել Իրանի քաղաքակրթության դեմ, իրանք հետ են դրել այդ իշխանության խնդիրները, միավորվել են հիմա եւ մտել են պատերազմի մեջ։ Եվ այս վիճակում ես չեմ տեսնում Հայաստանի ընտրությունները, չկան։ Դա մեր խնդիրն է եւ շատ փոքր խնդիր է։ Մենք պիտի մտածենք ընտրություններից հետո ինչ է կանում։ Ընտրություններում կամ Նիկոլ Փաշինյանը կամ նա իշխանություններում կամ ուրիշ իշխանություններ կգան, ինձ դա չի հետաքրում, դա Հայաստանի ապագայի վրա այսօր 2026-27 թվականին, մինչև 28 թվականը շատ քիչ ազդեցություն ունենալու, բայց ազդեցություն են ունենալու հաստատ ուրիշ process-ներ, որը գնում են Իրանի դեմ, որը գնում են Մերձավոր Արևելքում, որը գնում են Եվրոպայում, բայց ուրիշ մակարդակի վրա, որտեղ Եվրամիությունն է փոխում այդ Սիրանուշ, այնտեղ լիբերալ
համակարգի մեջ աշխատող պետությունները հիմա պարտվում են։ Այնտեղ նույն ձևի աչականներն են գալիս իշխանության, Օրբանին մաններն են գալիս իշխանության։ Ոնց է դրանց հետ աշխատելու։ Ինչ եք անելու։ Մենք ունենք 1001 իրական սպառնալիքներ եւ իրական խնդիրներ, որը պիտի լուծենք։ Ընտրությունները, ով ելնելու վարչապետը եւ այլը, այդ հաշարքում երկրորդական եւ երրորդական են։ Եվ պետք է հայկական հասարակության ներկայացնել այս այցը Եվրոպա եւ այնտեղ արած խայտարակներից եք հայտարարությունները, որպես ինչ որ ազդեցություն ունեցող, որևէ ազդեցություն չի ունենալու, ներեցեք ցավոք սրտի։ Մենք պիտի կենտրոնանանք իրական խնդիրների մասին իմ կարծիքով։ Շնորհակալ եմ, պարոն Օսմանյան։ Շնորհակալություն ձեզ։ Առաջինի տաղավարում զրուցում է ռազմական ու ազգային անվտանգության հարցերով փորձագետ քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ։